Ռուսական շոու բիզնեսի եւ սոցիալական ցանցերի ամենակննարկվող թեմաներից մեկը դարձել է մոդել եւ բլոգեր Անաստասիա Ռեշետովայի առաջիկա ամուսնությունը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ նա նշանադրվել է 33-ամյա Վլադիսլավ Աբրահամյանի, Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի որդու հետ։ Ռեշետովայի անձնական կյանքի շուրջ հետաքրքրությունը հատկապես աճել էր այն բանից հետո, երբ մամուլում շրջանառվում էին լուրեր նրա հնարավոր սիրավեպի մասին միլիարդատեր Ալեքսանդր Աբրամովի որդու Եգոր Աբրամովի հետ, սակայն մոդելը հրապարակայնորեն հերքել էր այդ տեղեկությունները։ Շուտով պարզ դարձավ, որ նրա ընտրյալը մեկ այլ ազդեցիկ ընտանիքից է՝ Աբրահամյանների։ Վլադիսլավ Աբրահամյան, փակ կյանք, բարձր հետաքրքրություն։ 33-ամյա Վլադիսլավ Աբրահամյանը զբաղվում է շինարարության եւ վերանորոգման ոլորտում բիզնեսով։ Նա հանրային դաշտում գրեթե չի երևում եւ խուսափում է մամուլի հետ շփումներից, ինչի պատճառով նրա անձը մշտապես եղել է հետաքրքրության կենտրոնում։ Հրապարակային աղբյուրների համաձայն Վլադիսլավը հետաքրքրված է դիասպորտով եւ մարտարվեստով, վարում է ակտիվ կենսակերպ եւ նախընտրում է ոչ հրապարակային ապրելակերպ։ Ռուսական մամուլը գրում է, որ նա Բարվիխայում ունի առանձնատուն, որի արժեքը գնահատվում է շուրջ 80 միլիոն ամերիկյան դոլար։ Նշվում է նաեւ, որ Աբրահամյան ընտանիքը զգալի ներդրումներ ունի շինարարության, արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Արա Աբրահամյան, ազդեցիկ գործիչ եւ հասարակական դեմք։ Վլադիսլավ Աբրահամյանի հայրը Արա Արշավիրի Աբրահամյանը Ռուսաստանի Հայերի Միության նախագահն է եւ ռուսաստանյան հասարակական քաղաքական դաշտում ճանաչված դեմք։ Նա ծնվել է 1957 թվականի ապրիլի 15-ին հայկական ԽՍՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Արա Աբրահամյանը ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, ստանալով տնտեսագիտական կրթություն։ Տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ եւ 28 տարեկանում արդեն հասել է կառավարման բարձր մակարդակի։ 2012 թվականից նա Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեթնիկ հարաբերությունների խորհրդի անդամ է, իսկ 2015 թվականից խորհրդի նախագահության անդամ։ Նույն տարում նա նշանակվել է նաև պետական էթնիկ քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահ։ Իր գործունեության ընթացքում Աբրահամյանը համագործակցել է մի շարք երկրների հետ, համանախագահելով Ռուսաստանի ձեռնարկատերերի խորհուրդները Ֆրանսիայի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի, Արգենտինայի եւ այլ պետությունների հետ։ Նա բազմիցս արժանացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պետական եւ հասարակական պարգևների։ Նշանադրությունը Մալդիվներում։ Աղբյուրների փոխանցմամբ Անաստասիա Ռեշետովան եւ Վլադիսլավ Աբրահամյանը նշանադրվել են 2026 թվականի հունվարին մոդելի 30-ամյակից մի քանի օր առաջ։ Ռեշետովան հունվարի 23-ին նշել է իր ծննդյան օրը Մալդիվներում, որտեղ անցկացվել է նաեւ նշանադրության արարողությունը։ Թեև բլոգերը չի հրապարակել փեսացուի դեմքը կամ անունը, նրա սոցիալական էջերում տեղադրված լուսանկարները եւ շքեղ նվերները մեծ հետաքրքրություն են առաջացրել հետևորդների շրջանում։ Ռեշետովան Մալդիվներում անցկացրած օրերը անվանել է իր կյանքի լավագույն որոշումներից մեկը։ Շքեղ մատանի եւ քննարկումներ սոցիալական ցանցերում։ Սոցիալական ցանցերում լայն քննարկման թեմա է դարձել նաեւ Ռեշետովայի նշանադրության մատանին։ Ոսկերչական ոլորտի մասնագետների գնահատմամբ բնական 10 կարատանոց ադամանդով մատանին կարող է արժանալ մոտ 400,000 ամերիկյան դոլար։ Մատանին արագորեն դարձել է շքեղության եւ բարձր սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ բլոգոսֆերայում։ Ռեշետովայի անցյալը Տիմոթիի հետ հարաբերությունները։ Անաստասիա Ռեշետովան նախկինում 6 տարի հարաբերությունների մեջ է եղել ռուս հայտնի рэփեր, պրոդյուսեր եւ գործարար Տիմոթիի հետ։ Զույգը ունի որդի Ռաթմիրը։ Չնայած ամուսնության մասին բազմիցս շրջանառված խոսակցություններին, նրանք երբևէ պաշտոնապես չեն ամուսնացել։ Բաժանումից հետո Ռեշետովան հայտարարել է, որ հարաբերությունների ավարտը պայմանավորված է եղել անձնական փոփոխություններով եւ կյանքի հանդեպ հայացքների տարբերությամբ։ Նա ընդգծել է, որ իրենց միջև չկա կոնֆլիկտ եւ նախկին զույգը շարունակում է շփվել որդու դաստիարակության հարցում։ Անաստասիա Ռեշետովայի եւ Վլադիսլավ Աբրահամյանի առաջիկա ամուսնությունը շարունակում է մնալ ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Չնայած դրան զույգը նախընտրում է պահպանել գաղտնիությունը եւ սահմանափակվել միայն նվազագույն հրապարակումներով, չմեկնաբանելով անձնական կյանքի մանրամասները։ Դե ինչ տեսնենք, թե ինչ տեղի կունենա հետագայում, իսկ դուք մնացեք մեզ հետ։